Որակություն Կասեք օմբուդսմենի հետ կապված այդ հարցը, որ ուզում են տեղափոխել պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկել, ինչպես եք մեկնաբանում այդ նախաձեռնությունը, հա, ինչի համար են դա ուզում անել, ինչ է դա տալու։ Ես կարծում եմ ոչ մեկի համար անակնկալ չէ իշխող կուսակցության ապօրինի գործունեությունը, սա դասվում է այդ ապօրինի գործունեության շարքին։ Հասկանալի է բոլորի համար, որ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որպես մշտական հանձնաժողով, իրավասու է այդպիսի քննարկում անցկացնի եւ առաջադրի մարդու իրավունքների ապագա պաշտպանին, նրա թեկնածությունը եւ խնդիր է առաջացել այդ թեկնածության հետ կապված։ Հավանաբար մի այնպիսի թեկնածու է, որը ընդունելի չէ ընդդիմության կողմից, ընդունելի չէ հասարակության կողմից, հավանաբար դա է հիմք հանդիսացել, որ նրանք մտավախություն ունեն մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից այդ թեկնածության չհաստատելու վերաբերյալ, որովհետև մարդու իրավունքների հանձնաժողովը, մշտական հանձնաժողովը ունի կարելի ասել մեծամասնություն որպես ընդդիմություն եւ այստեղ իրենք խնդիր են տեսել եւ այդ խնդիրը տեսնելու հետևանքով էլ նաեւ իրենք փոխում են եւ լրացուցիչ իրավական հիմնավորում են փորձում տալ, որը իհարկե իրավունքի գերակայության դեմ է եւ այդ միջոցով փորձում են առաջադրել իրենց կողմից նախընտրելի անձին։ Իսկ նախորդ դեպքերում օմբուդսմենի այդ հարցերը մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովով է անցել։ Նախորդ ժամանակ այսպես չի եղել ընթացակարգը, դուք գիտեք, որ այլ մարմիններ ներկայացնում ազգային ժողովին տվյալ անձի թեկնածությունը, հիմա փոխվել է կարգը եւ այլ ընթացակարգով պետք է տեղի ունենա, դա է խնդիրը, բայց իրավասու հանձնաժողովը չի կարող լինել պետաիրավական հարցերով հանձնաժողովը, իսկ ինչու պետաիրավական, միգուցե տանային առողջապահության հարցերով հանձնաժողովի քննարկման առարկա դարձնեին այս հարցը։ Միանշանակ է մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը պետք է առաջադրի գործող մշտական հանձնաժողով, որը զբաղվում է այդ ոլորտով։ Եվ ակնհայտ է, մենք ունենք բոլոր հիմքերը ասելու, որ նրանք խնդիր են տեսնում եւ այդ խնդիրը տեսնելու պատճառով էլ փոխում են եւ տանում են այլ հանձնաժողով։